Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից, նրան մեղադրանք է առաջադրվել, ոչ ավել, ոչ պակաս, իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ես վերջին 1-2 բանը ներկայացնեմ ու արդեն հենց այս թեմայից մենք սկսենք խոսել։ Գիտեք, որ 10 օր առաջ Հայաստան մտավ, այսպես ասած, ցորեն, ինչի մասին մեծ աղմուկ է բարձրացրել իշխանությունը, ասելով, որ դե այդպես չեն ասում, պայմանական ասած, որ ճակերտավոր թուրք եղբայր, ադրբեջանցի եղբայրները հնարավորություն են տվել, որ մեզ հաց հասնի, հետո պարզեց, որ այդ հացը անասնակեր է, ոչ ավել, ոչ պակաս եւ թունավորված, բայց ինչպես այն կատուների նման, որ հարկից գցում ես երկու ոտքի վրա կանգնում է, այս իշխանությունը այդպեսին է, միշտ կգտնի մեղավորներ, այն որ ասում աչքի առաջ, գիտեք, չէ՞ կա տենց, այն որ ասում անբարոյականի, որ հենց այդ վարկյանն էլ անգամ գնաց բռնացնես, իր աչքի առաջ ինքը հեքիաթ կվերածի, դա առեղծվածի հեքիաթի հորինած չգիտեմ ինչի, հիմա մոտավորապես սրանցն է, ինքը ինչպես միշտ գտնում է մեղավորներ եւ այս օրինակ հրապարակ թերթը գրել է, որ ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից, հայտարարելով, որ ցորենը իրենք չեն բերել, այլ մասնավոր ընկերություն, հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանն է, ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ 4-րդ կարգի ցորեն էլ բերել, Փաշինյանը արժանապատվից արտահայտեց։ Այս գնումը կառավարությունը չի իրականացնել, մասնավոր ընկերություն է արել իր կարիքների համար։ Իհարկե, եթե որ հետո պարզվեր, որ սա նորմալ ցորեն է, բան չի, ինքը կասեր սա մեծ ձեռքբերում է, ուղղակի գլխատող, մորթող, սպանող, թշնամուց, գերիներին խոշտանգող, դրանով հպարտացող այդ պուրակը, դաժանվանը, որ ստեղծել է ցուցադրող, ցմահ դատապարտող, դահիճ հրեշից ինչ հաց սպասեր, սա մի հարց է, բայց մյուս կողմից թե Նիկոլը ինչ ճկուն կերպով կարող էր սրանից օգտվել, սա հայտնի է եւ տեղի ունեցան վաղարշաբաթի ընտրություններ։ Այս 3 թեման է։ Հիմա երևի սկսենք, չգիտեմ, վաղարշաբաթից, թե քանի որ վերջին ինֆորմացիան սա էր Սամվել Կարապետյանի հետ կապված, որ այսպեսի որոշում կայացրեցին, փաստորեն ընդ որում Տիկին Նալչաջյան, կարելի է կարծում եմ կապել իրար հետ, որ Նիկոլ Փաշինյանը իրականում այն, որ սալյուտներ, չգիտեմ, հրավառություն, ուրախություն մենք հաղթել ենք, ինքը շատ լավ գիտի, որ ինքը պարտված է, այլևս այն ինչ որ տեղի արձանագրվեց վաղարշաբաթում, դա միայն վախի, կեղծիքների եւ ինչ որ իմաստով ոչ շատ համախմբված ընդդիմության եւ ոչ այնքան ճիշտ կազմակերպված աշխատանքի հետևանք է, որտեղ եթե շատ ավելի լավ 700 ձայն ընդամենը պակասել։ Դուք պատկերացնում եք, եթե Վանեցյանի թիմը ճիշտ աշխատեր կամ կարողան իմանալ ոնց պիտի աշխատեն եւ մի քիչ ավելի լավ աշխատեր Մայր Հայաստանը, 700 ձայն է, ինչի մասին է խոսքը։ Եթե այդպես կարողանան քիչ թե շատ, ել չեմ ասում, եթե հանրապետական կուսակցությունը մտներ, իմիջիալոց ես երեք խոսել եմ դրա մասին եւ կարծում եմ, որ սա պիտի անընդհատ խոսել եւ տեղ հասցնել, որ այդ Բարդուտիվանի տակից պիտի դուրս գա հանրապետական կուսակցությունը, որտեւ այլևս ճիշտն ասած մենք նախնական զրույցում խոսում ենք, սա Տիկին Նալչաջյանի նկատառումն է, կարծեմ շատ տեղին մասնագետի նկատառում, որ այլևս Նիկոլն է վախեցած եւ մարդամեջ դուրս չի գալիս իր դեմքով։ Գիտեք, չէ՞ որ Տիկին Նալչաջյան, բոլոր պաստառներում վաղարշաբաթի որ եղել է փոքրիկ տակը գրած ԿՊ եւ ընդհանրապես այո, ԿՊ անուն չի եղել, Նիկոլ Փաշինյան անուն ընդհանրապես չի եղել։ Իրեն գտել են ինչ որ մի կերպար, այս կերպարով փորձեցին խաբել, փորձեցին այդ կերպարի միջոցով նաեւ ընտրությունները կեղծել, գիտեք ինչպիսի բացահայտումներ եղան։ Այո, այլևս այն որ Նիկոլը ես ինձ ընտրել են մարդը, այլևս թաքնված բան վիճակում է այնպես որ այս ամեն ինչից հետո երեկել եմ ասել հաղթած ուժերը ինչից են կաշկանդված, մի հաղթած ուժ, երկրորդ նախագահի ուժը հավաքում է 36% 37% եւ 44%-ն է բաց ներկայանալով ընդհանրում, որ շատ կարեւոր է։ Չի եկել հրապարակ, ես կարծում եմ հրապարակը շատ ավելի շատ ձայն կա, շատ ավելի շատ ձայներ կա աղակել։ Այո, եւ այնպես չէ որ մի հատ շատ ուժեղ կերպար էր մտել։ Դուք պատկերացնեք շատ ավելի ուժեղ կերպար լիներ եւ իր դեմքով գնար նաեւ 1-2 հանդիպում, մի քանի հանդիպում ունենար երկրորդ նախագահը իր տղա
տղայի հետ կամ իր տղան ավելի շատ առաջին պլանում գնալ ինչ կլներ եւ հանրապետական կուսակցությունը, որ ունի մեծ փորձառություն եւ երեք ասեցի, այս կուսակցությունը, չգիտեմ, մի քիչ գուցե բանը սխալ է, բայց այս պատկերավոր ասած միս ու արյուն ունեցող քաղաքական գործիչներից կազմված կուսակցություն է։ Իրական ոչ թե այսպես դեկորատիվ տղաներից, դեկորատիվ դեմքերից կասած, իրական միս ու արյուն ունեցող քաղաքական մարդիկ անցել են ճանապարհ, քաղաքական դեմքեր են, քաղաքական գործիչներ են, իրենց սխալներով իրենց բացը թրծված են, այո, եւ այսպես մաղով անցել են արդեն իրական գործիչներն են մնացել հանրապետականը, ոչ թե պատեհապաշտներ, արկածախնդիրներ, չգիտեմ, իրենք են մնացել, իրենք ունեն տեղերում կառույցներ, այնպես որ եթե հանրապետական կուսակցությունը մտներ, ես վստահ եմ, որ այդ 700 ձայնը ոչ թե վստահ եմ, ավելին քան վստահ եմ, որ այդ 700, այսինքն այստեղից մենք իրենք պիտի դասեր քաղեն եւ մենք էլ չեմ ասում, որ մեծ սխալ, մեծակույն սխալ դուք միջև 1, 2, 3, 4, ասա 1, 2, 1, 2 են բանի նման էլի, դուք միջև այդ 1, 2, 3, 4, այսպես դանդալոշ, ծանր քայլեր անի մեր ձևի այդ երիտասարդները, որոնք հլտի կողմնորոշվեն ընդհանրապես ինչ են ուզում իրենք այս կյանքում։ Մի բան գոնե հստակ պիտի լինի։ Այս մարդը կոնկրետ դաժան, սադիստական բան տերոր է անում Սամվել Կարապետյանի նկատմամբ, շատ կոնկրետ, այս անձի դեմ, եւ դուք պիտի արագ գործեք, մեր ձևովին է ուղղված խոսքը, շատ արագ, եւ եթե իրենք մտնեն, ինչ է դուք կարծում եք մեր ձևը մտնել պայքարի մեջ, իրական պայքարի մեջ, ոչ թե այնպես դեկորատիվ մենք լավ է, որ վերահասկում էիք, ինչ որ հայտարարություններ, բայց շատ քիչ էր։ Եթե իրենք էլ մտնեն, ոչ թե 700 ձայն կա, 7000 ու 10000 ձայն կա, գիտեք, ոչ թե որտեղ դուք լավն եք, որտեղ կա Սամվել Կարապետյան, որտեղ այս անձը մեծ հայ է, մեծ գործ արած մեծ հայ է, մեծ բարերար է, դուք ոչ մի բան եք, դուք բայց այս անվան է Սամվել Կարապետյանի անունով կարող եք ունենալ, դուք մեծ սխալ եք թույլ տվել, որ այդ պայքարի մեջ չեք մտել, եւ հիմա ոչ թե պիտի քննադատել, այդ կամ տոկոսը կարողացել է երկրորդ նախագահը վերցնել, ի վերջո եւ Անդրանիկ Թևանյանն էլ է իրենից փոկված եւ այդ թևի ուժ է կարողացել են այդքան ձայն հավաքել, մնացածը բաց է եւ ազատ է, մտնեիք եւ վերցնեք եւ ոչ թե քննադատել ընդդիմության, թե սա վատ արեց, սա նա արեց, սա էլ պիտի լիներ։ Հիմա չգիտեմ, գուցե այս երկու թեման կապված Տիկին Նալչա ջան, վաղար շաբաթի ընտրությունները պիտի խնդրեմ գնահատեք եւ այս տերորը, սա նաեւ վախ է, Վախ ինքը արդեն գիտի, որ ինքը ձայն չունի, Նիկոլը գիտի, որ չունի, մնում է ողջ համապետական ռեսուրսը կենտրոնացրել էր Էջմիածին քաղաքի եւ Վաղարշապատի վրա, բայց նաեւ, սա էլ ասեմ արդեն, բայց նաեւ պիտի նկատի ունենալ, որ ինքը ասում մի անգամից հայտարարեց, ես գնալու եմ հիմա Մարտաճարի վրա, հայրաքերական եկեղեցու վրա եմ գնալու, երեք եմ խոսել սրա մասին, պիտի նկատի ունենալ, որ կա այստեղ միայն երկրորդ նախագահի ուժներ, հա, հիմնականում եկել մասամբ դե շատ վատ կազմակերպեցին, շատ անհաջող էր Վանեցյանենց մուտքը այս ամենում հայրենիք կուսակցության, բայց ես վստահ եմ, կարծում եմ դուք էլ կհաստատեք, եթե գնաց նախ ժողովուրդը կկանգնի եւ երկրորդ սահմանշանակվեմ հանրապետական կուսակցությունը կլինի եւ արդեն իր դեմքով երկրորդ նախագահը կլինի, վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանն էլ կգնա ի պաշտպանություն հայրաքերական եկեղեցու, մեր ձևով է դեկորատիվ վիճակից դուրս կգա, վստահ եմ, որ այնտեղից նորից կոչ կանի Սամվել Կարապետյանը եւ իրենք կգնան եւ մյուս ուժերը բոլորը կգնան եւ Ռուբեն Վարդանյանի ուժերը եւ բոլորը կգնան այնպես որ բանը հրապարակը ազատ չի որ Նիկոլ Փաշինյանը գնա հայրաքերական եկեղեցու դեմ։ Խնդրեմ, այս թեմաներից սկսենք նրանից, որ ամեն ինչ փոխկապակցված է։ Այո։ Այս բոլորը միևնույն ուրեմն սյուժեի տարբեր դրվագներն են։ Եվ սա էլ անպայման ուզում եմ շեշտել, Վաղարշապատը մի տեսակ փորձաքար էր։ Քաղաքական ուժերը պետք է շատ լավ ուսումնասիրեն Վաղարշապատը եւ ուրեմն օգտագործեն, հասկանան, ինչ օրինաչափություններ կան, ինչ շեշտադրումներ անեն, ինչից հրաժարվեն, ինչպես ավելի ճիշտ քարոզչություն վարեն, ով մտնի, ով չմտնի եւ այլն, ինչպես համագործակցեն ամենակարևորը։ Այսինքն, տեսեք, սա մի փոքր ոնց որ էքսպերիմենտ էր բնական, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների ժամանակ, ինչ շեշտադրումներ կատարել, ինչպես վարվել հետագայում։ Սա մեկ։ Ուրեմն փոխկապակցվածության մասին։ Իհարկե փոխկապակցված է։ Տեսեք, ես այն կարծիքին եմ, որ ԿՊ-ի իրական ընտրազանգվածը այն քանակությամբ մարդիկ էին, ովքեր հավաքվել էին իրենց այդ եզրափակիչ հանրահավաքի ժամանակ։ Այդ մարդիկ էին։
Հասկանում եք, լավ, գումարած ինչ որ մարդիկ, որ հիվանդեր չէր կարող։ Կանց բերել էին Արագածից, Ապարանի։ Այո, եթե դրանց էլ հանենք ոստիկանական ուժերը, ՔՊ-ի իրական ընտրազանգվածը դա է, բայց ՔՊ-ն ունի մի ուժեղ կողմ, որն է այդ ուժեղ կողմը, իշխանական լծակներ եւ նորից, եթե մենք համարենք դա ուժեղ կողմ, բարոյականության իսպառ պակաս։ Այսինքն, այդ երկուսը միասին դա հզոր ուժ է արդեն, հա, հզոր լծակ է, որով դու կարող ես շատ ու շատ պրոցեսներ տանել քո ցանկացած ուղղությամբ։ Հիմա ո՞րն է սրանց հիմնական ուրեմն գործիքը, որով իրենք կարողանում են այնուամենայնիվ հաջողության հասնել։ Տեսեք, եթե մենք Սամվել Կարապետյանի այդ դեպքի հետ կապված խոսենք, գիտեք ինչ, իսկ ինչու պետք է այս պահին, այսպիսի վճռական պահին ազատ արձակեին Սամվել Կարապետյանին, քանի որ նա իրենից ներկայացնում է իսկապես ռեալ ուժ։ Դե խլեցին, իրենից խլեցին 380 միլիոնի, սիրելի հայրենակիցներ, 380 միլիոնի ներդրում է արել հեծում Սամվել Կարապետյանը անձնական միջոցներով։ Սամվել Կարապետյանի ժամանակին խնդրել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ինքն էլ ասեց, խնդրել է, քանի որ այնպիսի աղետալի վիճակում է եղել, խնդրել է, որ ինքը վերցնի, վերցնելուց հետո, սիրելի հայրենակիցներ, 380 միլիոնի ներդրում է արել նրա համար, որ մենք ունենանք անխափան էլեկտրաէներգիա, հոսանք ունենանք եւ այլն եւ այլն։ Այն ինչ որ մենք ունենք, խնդրում եմ ձեզ համար արձանագրեք, որ դա միայն եւ միայն իր շնորհիվ Սամվել Կարապետյանի եւ այն միջոցների, որ ինքը վաստակել է եւ աշխատել է ուրիշ երկրում եւ այդ ամեն ինչը բերել է իր երկիր։ Այսինքն այս իշխանություններին ձեռնտու չեն այն մարդիկ, ովքեր իրենց ներսում հայրենիք ունեն եւ իրենց միակ զենքը այսօր վախի ու տերորի մթնոլորտի տարածումն է։ Տեսեք, հենց հաջորդ օրը իրենք դեռ շունչ չքաշած մտան հաղթանակ, ուրեմն այդ դաշինքի, չէ, ներկայացուցիչների, իրենց աջակցողների տները եւ մենք այսօր ունենք փաստ, որ կան ձերբակալվածներ։ Այսինքն տեսեք, ինչ աստիճանի են իրենք զգուշանում հայրենանվեր ընդ որում պայքարող ուժերից, որ նույնիսկ արդեն ընտրությունները կարծես թե հոգուտ իրենց ավարտված են, իրենք չեն հանգստանում, իրենք ուզում են այսպես հավաքել, մաքրել տարածքը, քաղաքացիական դիսկուրսում ձերբակալված է։ Մի շարք անձանց գաղտնալսել են եւ մեղադրանքի հիմքով դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են եւ կապ չունեն նախընտրական գործընթացի հետ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի տեղեկությամբ այդ ոչ հաստատել 10 հոգի։ Փաստները որ ձերբակալել են, ընտրություններից հետո ձերբակալել են։ Կարծես թե հաղթողները իրական, եթե իրենք այդպես խորքային իրենց հաղթողները զգային, հաղթողները առհասարակ ներողամիտ են լինում, հա։ Հիմա ասենք ձայներեր վերցրեցին, հա, իրենք չհաջողացրեցին այդ ձայները վերցնել։ Այնուամենայնիվ վախի վրա հիմնված տերորը շարունակվում է եւ բացի դրանից մենք անընդհատ չմոռանանք այդ կարմիր թելի նման պիտի անցնի, որ սրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական իրենց տերերի հրահանգները, կյանքի են կոչում, իրենց հրահանգված է, հա, եւ իրենք քանի որ բարոյական սահմանափակումներ չունեն, բոլոր միջոցներին դիմում են, հա, հավաքում են այն մարդկանց, ովքեր պայքարի ներքին ներուժ ունեն, ջիղ ունեն, ընդ որում ես ուզում եմ, գիտեք, այսպես երախտագիտությունս եւ շնորհակալությունս հայտնել ընդդիմադիր այն ուժերին, ովքեր ներգրավված էին այդ քարոզչական ուրեմն աշխատանքում, դա շատ ծանր աշխատանք էր, նաև հանձնաժողովներում այդ ծանր աշխատանքը, տեսեք մենք այսպիսի մարդիկ ունենք, սա այն ներուժն է, որի վրա հենվելու է Հայաստանը, եւ ահա դրա կողքին մենք ունենք մի հատ ուրիշ ռեալություն, այսպես ասենք, հա, ՔՊ-ական ռեալությունը, բայց իրենք օգտագործեցին եւ սա վաղուց է երևում, նոր բան չէ, վախի ազդեցությունը մարդու վրա։ Վախը առհասարակ համարվում է ամենախորքային, ամենաարխայիկ ապրումը մարդու։ Եվ վախի մթնոլորտը հատկապես իր գործը արեց փոքր համայնքներում, գյուղերում մարդիկ ավելի ենթակա են հալածանքների, քան թե քաղաքային վայրերում։ Այնպես որ եթե գյուղերում մենք տեսանք որոշակի առավելություն տրված այս ապազգային ապապետական ուժերին, դա ես կարծում եմ, որ հիմնականում հալածանքներից վախենալու այդ վախի վրա էր հիմնված, որտեղ նույնիսկ մենք
ունենք ինֆորմացիա, չէ, տեղեկություններ, այդ քարոզչության դերևս այդ process-ի շրջանում մարդիկ վախենում էին, մարդիկ վախեցել են իրենց կարծիքը արտահայտել, ուրեմն տեսախցիկից վախեցել են եւ եղել են փաստեր, որ հենց որ հասարակ քաղաքացին իր դիրքորոշումը, ընդդիմադիր դիրքորոշումը արտահայտել է րոպեներ ժամեր անց ինքը ինչ որ մի հարված ստացել էր, ինքը իր հարազատը եղել են այսպիսի փաստեր, մարդիկ ովքեր մասնակից են քարոզչության այսպիսի բաների մասին են խոսում, այսինքն վախի մթնոլորտն է արել իր գործը, որպեսզի սրանք ուրեմն ստանան կամ ես չգիտեմ ընտրակեղծիքներ, որի մեջ իրենք վարպետ են, համ դասական, համ նոր ինչ որ ձևեր են կիրառվել, հայտնի ուրեմն հոսանքազրկումը, որը տեղի է ունեցել, այնպես որ իրենք ամբողջ իրենց ներուժը դրել են եւ հասել են ահա այս արդյունքին։ Ես ուզում եմ դրական ինչ-որ բաների վրա, գիտեք, ես չասեմ, որ ընդդիմությունը հաղթել է, չէ, այդպես չէ, իրենք ամենայն դեպս իշխանությունները ինչ-որ ձևով կարողացան առավելություն ապահովել, իրենց համար։ Հիմա այստեղ շատ հասկանշական է, այն ինչ դուք հիշատակեցիք, սկզբում։ Կարելի է կարծել իրենք պիտի ներկայանային իրենց Նիկոլով, Նիկոլը էլի պիտի այսպես խոստումներ տար, էլի պիտի մեղավորներ ասեր կտամ ձեր գլխին, այս մուրճը տալու եմ, մեղավորներ փնտրեր, գտներ, էլի պիտի ասեր, որ խոնարհվում եմ, էլի պիտի ասեր, օրինակ այս անգամ կացինով գնար, կացնով գնար։ Չէ, ինքը հասկացել է, որ նույնիսկ առանց մուրճի ու կացնի, արդեն ինքը որ գնա հակառակ արդյունքին է հասնելու իր ուժը։ Այսինքն տեսեք ինչ վերափոխումներ տեղի ունեցան, եթե ուրեմն այս չարաբաստիկ տարիների ընթացքում սկզբնական շրջանում, երբ ընդդիմությունը սկսել էր արդեն իր գործը կատարել, ընդդիմադիր իր գործունեությունը, ուրեմն սկզբում ես կարծում եմ, որ դա ինչ որ չափով արդյունավետ էր, որ ասենք խորհուրդ էր տրվում նախկինների նկատմամբ թույնը, թարախը այնպես էր գեներացված, որ հենց որ տեսնում էին, չգիտեմ, նախկին մեր նախագահներին, ես հատկապես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, արդեն մարդկանց հետ, գիտեք, ասոցիացվում էր, զուգորդվում էր բացասական էմոցիաներով, այդքան որ այսպես թույնը լցրել էին մարդկանց ուղեղները, այս մարդկանց նկատմամբ, արդեն հաշվի չէր առնվում, մարդիկ մի տեսակ կուրացած, որ ի վերջո այս մարդկանց կառավարման ժամանակաշրջանում Հայաստանը ծաղկել եւ բարգավաճել ունեցել են երկու հանրապետություն, դուք ունեցել եք անվտանգության զգացողություն, ձեր զավակները կենթանի են եղել, կներեք, այսինքն, բայց հիմա տեսեք, քանի որ այո, իսկապես արտնացում տեղի է ունենում, արդեն մեր նախկին նախագահները, այո, իրենք կարող են իրենց դեմքով ներկայանալ եւ ով զարմանք, ինչ հետաքրքիր զարգացումներ, այսօր արդեն Նիկոլն է թաքնվում իր ուրեմն առաջ նետած մարդկանց թիկունքի ետևում, որովհետև իր կերպարը արդեն մարդկանց մեջ զայրույթ, զզվանք եւ դրանքից այսպիսի ապրումներ են առաջացնում։ Դուք պատկերացնում եք, իրենք արդեն դա գիտեն։ Իրենք հաշտվել են այդ մտքին։ Նիկոլը գիտի հաշտվել է։ Այ ես պիտի ձեզ խնդրեմ որպես հոգեբան մասնագետ։ Այ ինչ է տեղի ունենում Նիկոլի հետ։ Հիմա Նիկոլը, որտեվ այս մարդը քիչ էր մնում իրեն հռչակի Աստված, Քրիստոս, կաթողիկոս, առաքյալ, չգիտեմ ինչ մեծ բան, մեկ էլ հանկարծ իրականության հետ աղերսում է եւ տեսնում է ինքը մերժելի, անգամ չի կարող մարդամեջ դուրս գալ եւ այսինքն թաքցնում են, որ այդ մարդը գնում է Արգիշտի Մեխակյանը թաքցնում են եւ ինքը գնում է իրականության զգացողություն ունեն, այդպես չի որ իրենք adekvat չէ։ Ինչ է տեղի ունենում այդպիսի մանյաներով ապրող մարդու հետ, ինչ երկության մեջ է, ինչի մեջ է հիմա Նիկոլը։ Գիտեք ինչ, ինքը ես կարծում եմ, որ ինքը adekvatության որոշակի ուրեմն մակարդակ ունի, այդպես չի որ, ինքը շատ է լավ հասկանում է, ինքը գիտի եւ իրեն նաեւ շատ լավ թելադրում են, ինչ հանգամանքներում, որ դեպքում, ինչ իրադրության դեպքում, որ պահվածքն է ավելի արդյունավետ, իր ուրեմն մտահղացումները, իր ծրագրերը առաջ տանելու համար։ Հիմա իրենք շատ լավ հասկանում են, որ տեսեք ավելի ճիշտը թաքնված լինելն է։ Այսինքն Նիկոլը իր համար ներքին ողբերգություն չի, մարդը այդ մանյաներով ապրող մարդը մեկ է տեսնով դի թաքնվի, որտեղ մարդիկ դուք ինչպես ասացիք, մարդիկ զզվում են արդեն իրենց։ Ինքը այդ ձեր ասած կատվի նման, ինքը էլի ոտքի կկանգնի, ինքը ինչ որ մի հատ պատճառաբանություն կգտնի, ինչ որ մի բան։ Գիտեք ինչ, այդպես խորքային ապրումներ,
հա խորքային բարոյական ապրումներ, այս տիպի մարդիկ չեն ունենում։ Իր համար շատ կարևոր է տվյալ իրադրությունից դուրս գալ շահեկան վիճակում։ Պետք է թաքնվել, ինքը կթաքնվի։ Պետք է ԿՊ-ի այդ լոգոն շատ փուճուրու մի անկյունում լինի։ Ինքը դա կանի։ Կարևորն ինչն է, կարևորը նպատակն է, որ ինքը դուք ինչպես ասեցիք, իրենք երկու բան, հա, բարոյական գտել են, բարոյազուրկ, այսինքն բարոյական սահմաններ չունեցող, այսինքն ամեն ինչ կարող են անել։ Պետք լինի կստեն, պետք լինի, չգիտեմ, կտանեն երկիրը դեպի կործանում, բայց կասեն չէ, ուրիշն է դա արել։ Մենք այդ ամեն ինչի ականատեսն ենք, հա, հենց այդ նույն ցորենի հետ կապված։ Մի դեպքում այսպես դիֆերանտներ են հնչեցնում, որ տեսեք, Ադրբեջանը քիչ էր մնում ասեն թուրքերը, ադրբեջանցիները իրենց երեխաների բերանից այդ հացը կտրում են, մեզ են ուղարկում, հա, քիչ էր մնում այդպես։ Գիտեք ինչ, սա շատ լուրջ թեմա է։ Իսկ ով է ասել, որ այդպես ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարցերը մենք պիտի կապենք թշնամու հետ։ Տեսեք, այն որ ասում է հացը կթունավորի, կխլի, հիմա դեռ արհամարանքներ արտահայտված, բայց եթե հացի ճանապարհը մենք իրենց հետ կապենք, մենք ուրեմն ուղղակի շատ վտանգված ենք։ Գիտեք, ցեղասպանություն իրականացնելու տարբեր ձևեր կան։ Ջրային ռեսուրսներն էլ կվերցնեն, դե Հայաստան ոնց է սա վերցնում, Սևանը վերցնում է։ Հայ ժողովուրդ այդ թունավորված ջրերով ու թունավորված հացերով ոնց է կապրելու։ Այնպես որ գլուխ գովելու ոչ մի բան չկա, երբ դու թշնամուտ ես ուրեմն վերապահում, քո կարևորագույն, հա, նշանակություն ունեցող սննդային Ալիևն ու Նիկոլը մտավախություն չունեին, որ այս ազգը կարողա ոտքի կանգնել, իրեն անասունի տեղ են դրել եւ անասնակեր են վերում տալիս։ Տեսեք, շատ լավ է, որ Ադրբեջանը այդպիսի բան արեց, որովհետեւ ժողովուրդը այդ վիրավորանքի զգացողությունը ունի այսօր։ Ինչի տեղ են։ Բայց դա նաև նշանակում է, որ Ալիևը հո ավարտված ապուշ չի, Ալիևը այնքան վստահ է, կուզենամ անասնակեր թույլ կտամ անցնի, կուզենամ թունավորված հաց, կուզենամ կհայտարարեմ Սևանը իմն է, կուզենամ կհայտարարեմ կես միլիոն ադրբեջանցի կվերեմ, կուզենամ կասեմ դու հարբեցող ծաղրացու ես ամեն ինչ մարսելու եմ եւ ավելին այդ ամեն ինչը հայտարարելուց եւ անելուց հետո ես կարողացել եմ զավթել այսքան տարածք Հայաստանից նվաստացնել գերիներ պահել, եթե այդ ամեն ինչ կարողանում եմ մարսել, ինչի՞ մա չեմ կարող թունավորված հաց ուղարկել, մի հատ էլ գամ Սևանը վերցնել, մի հատ էլ արհամարել անասնակեր ուղարկել։ Դե ուրեմն վստահ է, չէ, այդ իրավունքը Նիկոլը տալիս է իրեն։ Այդ վստահ կլինի եւ այդ իր ուրեմն լկտի կեցվածքը կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ այստեղ Նիկոլներն են նստած։ Դա բնական է, նորմալ է, հասկանալի է եւ բացատրելի է, բայց դուք հիշեք նույն Ալիևին, որը կնճիտը կախարած մեր նախկին նախագահների մոտ ոնց էր նստում, ինչ հայացքեր, ինչ դիրքեր, հա, ինչ կեցվածքով էր նստում։ Մի քիչ կարող է մարդն է։ Շեղվեմ, Տիկին Լալչաջան, ինչ ունեք ասելու երկու նախագահներին եւ իրենց թիմին, որովհետեւ դուք միշտ շատ լավ եք ասում, որ ժողովրդի հետ շատ երկար են աշխատել, թշնամին շատ երկար է աշխատել, շատ լավ է աշխատել, 20-30 տարի այդպես աշխատել են մեր ժողովրդի վրա եւ այդ դա ներարկել էին, որ քո հաղթած նախագահները քո թշնամիներն են, այսպիսի բանով է տեսել, ազատագրող մարդիկ քո թշնամիներն են, մոմիտներից, չգիտեմ, սառնամանիքից երկիրը ծաղկեցնող մարդիկ քո թշնամիներն են, քո ընտանիքը անվտանգ պահողը, քո սահման անվտանգ պահողը քո թշնամիներն են։ Հիմա ինչ ունեք ասելու այս երկու նախագահներին եւ իրենց թիմերին, դուք նկատում եք, որ իրենք շարունակում են բարդույթավորված մնալ եւ իրենց վրա անդադազդում են, թե ինչ որ բան փոխվել է։ Չէ, գիտեք, ինչ որ բան փոխվել է, եթե Նիկոլը սկսել է բարդույթավորվել, որ ինքը իրեն թաքցնում է, հա, այդ ճակատագրական կարևորագույն պահին իր դեմքով հանդես չի գալիս։ Մյուս նախագահները, մեր երկու նախագահները, իրենք նույնպես ես կարծում եմ, որ որոշակի կապանքներից ազատվել են։ Եկեք մենք ուրեմն ինչ ասել, հա, չգիտեմ, խորհուրդ բառը գուցե շատ վերամբարձ է, վաղ շաբաթը պետք է մի հատ լավ ուսումնասիրել։ Տեսնել, որոնք էին ընդդիմության թույլ կողմերը, որոնք էին ուժեղ կողմերը։ Օրինակ, փաստը այն է, որ գյուղական վայրերում, տեսեք, վաղաշաբաթում քաղաքում արդեն էջմիածնում, իրենք չանցան։ Ըստ էության ԿՊ-ն այդ իր բոլոր գործիքները կիրառելով այնուամենայնիվ իրենք մեծամասնություն չունեցան։ Խնդիրը գյուղական վայրերի մեջ է։
պետք է մտնել ժողովրդի մեջ։ Իրենք ինֆորմացիայից են ինչ-որ չափով կտրված, իրենք փոքր համայնքներ են եւ իրենք ուժեղ կախվածություն ունեն համայնքի ղեկավարներից։ Իրենք շատ ավելի իսկապես ենթակա են հալածանքների ենթարկվելու։ Սոցիալական թեմաներով շատ եւ լավ աշխատել մարդկանց հետ, մտնել մարդկանց մեջ, խոսել, բացատրել, ինչու՞ չէ հիշեցնել, համեմատել։ Ես կարծում եմ մեծ մասը գյուղերում չգիտի էլ որ թունավորված հաց են բերել, ինչ ա բերել, ցորեն է, անասնակեր են բերել, տեղյակ չեն։ Այո, պերիֆերիայի հարցերը պետք է լուծել։ Հա, գյուղերի, ծայրամասերի, որովհետև տարբեր ինֆորմացիաներ են գալիս, նույնիսկ վաղարշաբաթի թեման եթե մի կողմ դնենք, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները ուրեմն էլի հույս են կապում Նիկոլի հետ եւ ինչ որ չափով սա էլ է գիտեք հոգեբանական օրինաչափություն, հոգեբանական նույնացում ագրեսորի հետ, այսպեսի բան կա։ Եթե դու այնքան թույլ ես, քեզ այնքան անկարող ես զգում, որ մտածում ես, որ քեզնից ոչ մի բան կախված չի, դու մտածում ես, այս ագրեսորի հետ եթե ես լավ լինեմ, ես կփրկվեմ, հա, ինչ որ հարցեր կլուծվեն։ Հիմա ես ուզում եմ դրական կողմերի վրա շեշտը դնել, որովհետև մենք պիտի դրականը տեսնենք, չհամարենք, որ ընդդիմություն այսպես ինչ որ տոտալ պարտություն է կրել, այդպես չի։ Տեսեք, նախ սկսենք նրանից ակտիվությունը, ընտրությունների մասնակցության ակտիվությունը։ Զգալիորեն չի ավելի շատ էր համեմատում ենք, եթե մենք նախորդ ընտրությունների հետ, գրեթե կրկնակիից պակաս, բայց մոտենում էր կրկնակին։ 40%-ը չի մասնակցել։ Հա, չի մասնակցել, բայց բոլոր դեպքերում, եթե մենք համեմատում ենք, ակտիվությունը զգալիորեն ավելի բարձր է եղել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր ժողովուրդը, մեր մարդիկ իրենց մեջ կոտրում են այդ զոհի հոգեբանությունը եւ արդեն իրենց գլխում տեղ է գտել այն միտքը, որ չէ, այնուամենայնիվ ինձնից ինչ որ բան կախված է։ Ես պիտի գնամ մտնեմ ընտրատեղամաս եւ ընտրեմ։ Այս տարբերությունը շատ կարեւոր է եւ շատ դրական ազդակ է սա։ Մյուսը, գիտեք, շատ դժվար է այս վախի ու տերորի պայմաններում քաղաքացիական ազնվություն հանդես բերել եւ գնալ ընտրել այն մարդուն, ում դու իսկապես ուզում ես եւ ոչ նրան, ում քեզ մատեն թափ տվել կամ ինչ որ չգիտեմ գայթակ խելել ինչ որ բաներով եւ ասել են պիտի գնաս սրան ընտրես։ Այստեղ նույնպես անձի ուժեղության խնդիր է դրված եւ եթե մենք այսօր ունենք այս տոկոսները ընդդիմության, սա նույնպես խոսում է այն մասին, որ մեր ժողովուրդը դուրս է գալիս զոհի պարտադրված, հա, զոհի բարտույտի իրավիճակից դուրս է գալիս։ Բայց այստեղ ես մի բայց ունեմ։ Գիտեք ինչ, դեստրուկտիվ process-ները մեր երկիրը կազմալուծելու, Հայաստանը ուրեմն ճզմելու, հա, թշնամու եւ ներքին թշնամու ձեռք-ձեռքի տված գործողությունները շատ արագ ընթացք ունեն։ Մեր զոհի բարտույտից դուրս գալու process-ը կա, բայց դանդաղ է, անհամեմատելի են եւ սա շատ վտանգավոր է եւ հենց այս կոնտեքստում ես կխնդրեի ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր ունեն ռեսուրսներ, ովքեր ունեն հնարավորություններ աշխատել մարդկանց հետ, գիտակցությունը փոխել, այդ կապանքներից ազատել մարդկանց գիտակցությունը։ Սրան ձենքը մենակ վախն է մնացել։ Ամենամեծ սխալը եւ թերությունը ընդդիմության քիչ են աշխատում, սոցիալական թեմաներ չեն բարձրացնում, չգիտեմ, դռնե դուրս չեն գնում, գյուղերում չեն լինում, վախվորած են խոսում, կազմակերպված չեն, միավորված չեն, ինչն է։ Չէ, մեծ հաշվով հիմա մենք ազգային ժողովում ունենք падգամավորներ, բացառություն 5-6 падգամավորի, մնացածը ընդդիմության падգամավորների շատ վատ են աշխատում, վախվորած են, չգիտեմ ինչ են, այսինքն այս խնդիրները կա։ Պատիվ առանձին դեմքեր կան, ովքեր 7 падգամավոր, այսպես ասեմ։ Ամենաթույլ կողմը, ուրեմն ամենաթույլ կողմը ժողովրդի հետ ավելի ճշգրիտ աշխատելն է, այո, սոցիալական թեմաները մարդուն բոլոր դեպքերում իրեն ավելի իր սոցիալական հարցերը, այո։ Այս պահի իր սոցիալական հարցերը, սա նորմալ է, սա մարդկային է։ Այս հարցերը պետք է շեշտադրվեն եւ որթերևս ավելի կարեւոր է, գիտեք ինչ, պետք է դնել ընդհանուր նպատակ, համընդհանուր նպատակ եւ միավորվել հանուն այդ նպատակի, որովհետեւ եւ այդ նպատակը, այո, այս թրքահոտ այս ուժերից ազատելն է Հայաստանը, մանրեազերծելն է Հայաստանը, որ նորից էլի Աստծո օրհնությունը իջնի մեր հայրենիքի վրա։ Այստեղ պետք է մի կողմ թողնել այլ տարաձայնությունները, որոնք էլի նորմալ է, որ ունեն քաղաքական ուժերը, բայց ընդհանուր մարդկանց միավորում է ինչը,
այսպես ուղղակի քարոզելը, կոչ անելը եւ այլն, դա ավելորդություն է, միշտ չէ որ աշխատում է։ Ընդհանուր նպատակն է։ Տեսեք, հիմա կոնկրետ առաջարկ ընդդիմադիր ուժերին եւ իրենց լրատվամիջոցներին։ Թունյանը կանգնում է ազգային ժողովում Բաբկեն Թունյանը, մեր գործընկերն էր թե այսպես այն որ մարդկանց փողոցներ էր ասել ինքը չէ։ Այո, թե ոնց կարող է sense թյուրիմացություն, ես չգիտեմ ուղղակի, չնայած այն ժամանակ է լավ չէի ճանաչում իրեն, ասենք լկտիաբար բաց այդ կանգնում ասում է մեր ժամանակ այսքան դպրոց է կառուցվել բան ասենք այդ ժամանակ մի հատ այդ падգամավորը կամ այդ ընդդիմադիր ուժերի այլ ներկայացուցիչներ ոչ միայն խորհրդարանում դուրս ասենք 5 օրվա թեմա դարձնեն ասեն այս սրիկա 300 քանի դպրոց ես դու Թուրքին անցնե Էդ ինչ լկտի անբարոյական կեցվածքով, սենց հոխոր տալով, մատ թափ տալով, խոսում եմ ենք դպրոց են կառուցել, հլը գնացեք մեր չեն կառուցել, վերանորոգեք գնացեք մի հատ նայեք, նախ գնացեք ունեք լրատվամիջոցներ ընդդիմությունը, հերթով գնացեք այդ ավերակները ցույց տվեք, ավերածությունները եւ իրենց վերանորոգացի այդ ինչ ավերած եւ ինչ ավերակը դպրոցներում այդ կորցրածը մի կողմից կոնկրետ բան եմ ասում եմ մարդը տեսնում է չէ որ այս մարդը սուտ է խոսում եւ այդպես բան ձևով կեցվածքով ասում է որ դուք ասեք ոնց պիտի աշխատեն տես պիտի աշխատեն 5 падգամավոր զբաղվում է 2 հիմա ասեմ տասերներ դասեր է տալի բայց այդպես են աշխատում գնացեք կոնկրետ որովհետեւ դուք ճիշտ ասեցիք այս դպրոցը կոնկրետ մտնում ընտանիք իր երեխայի հարցն է Իսկ իրեն գիտեք ինչ են, ասենք այս ընդդիմությունը, եթե Արցախի թեման հայ ժողովրդին չի հետաքրում, այդ ժողովուրդը մեզ չի հետաքրում, այդ ժողովուրդն ասում է թե գնա դու ինչ չես հետաքրքրում, բայց դու գնա իր մանկապարտեզը նկարի, գնա այդ բաները խոհանոցից բռնած ցույց տու թե ինչ ավերածություն է, ինչի մեջ է, դպրոցը գնա նկարի, ցույց տուր, ասա հենց հիմա Չարենց փողոցի վրա կա, ասենք սպորտ դպրոց կա, ավերածություն է, մի հատ մտեք հələ իրանց բաները, չգիտեմ, այդ զուգարանները, բաղնիքը, չգիտեմ ինչ, մի հատ նկարեք այդ սանհանգույցը ցույց տվեք թե ինչ ավերածություն է։ Գնացեք այն մյուս դպրոցին հյուրանոցի հետևում դպրոց կա։ Գնացեք այդ ավերածությունը նկար, այդպես բացահայտումներ արեք։ Այդ բանով չի, ու կոնկրետ ցույց տվեք։ Այդպիսի բաները շատ տպավորիչ են։ Հիմա բոլորը խոսում են, ասում են Ֆրանսիայի մեծ ինչ տեղը ունեն դղյակներ։ Ունեք չէ հնարավորությունները։ Հայ-Եվրոպական դաշնակցություն ունի կառույցներ, նկար անեք, կոնկրետ բացահայտեք, իմիջիայլոց 1-2-ից բացահայտում։ Այսինքն այսպես շատ ավելի կոնկրետ պիտի այդ աշխատանքը շատ ուրախալի բան եղավ, հենց հիմա ուղիղ եթերում ենք, պարոն Սամվելյանն դա շնորհավորում ենք բոլորիս, պարոն Սամվելյան մեջ եք, պարոն Սամվելյան։ Զբաղված է միայն իր առողջությամբ, շատ շնորհակալություն տիկին Բոստանջանին, որ կարողացավ արդարությունը վերականգնել եւ հիմա ազատության մեջ է Ստեփան Սամվելյանը։ Շարունակենք, այսինքն ընդդիմությունը այսպես պիտի նաեւ աշխատի, որ չի անում այս աշխատանքը։ Այո, դրանք կարելի է կարծել դետալներ են, բայց դրանք մարտավարական լուրջ խնդիրներ են լուծում։ Իսկ զուտ ռազմավարական իմաստով։ Հենց այդ պահին ելույթի խոսք վերցնել եւ գնալ Բաբկեն Թունյանին ասել՝ «Այ անբարոյական, դու խոսի 350 հանձնված դպրոցի մասին, դու խոսի այսօր ավերված դպրոցների մանկապարտեզների մասին, դու խոսի իմիջիայլոց այն տղան, որ բացահայտում էր, չէ, վերանորոգած 2 ավականու, 1 ավականու անդամ էր, մեկը ուղղակի հանրային գործիչ գնում էր, ինչ էր անում Արտուր Չախոյանը ինչ մի գործիչ է։ Տեսնում եք ինչ բացահայտումներ։ Բայց եթե Արտուր Չախոյանի նման լինեին 20-50 ընդդիմադիր գործիչներ, հո բոլորին չէին սպանելու ծեծեին ջարդեին, եթե դա ավելի կազմակերպված լիներ։ Համամիտ եմ, դրանք մարտավարական շատ լուրջ քայլեր են, որոնք տպավորություն են թողնում։ Որ ասում եք ընդդիմությունը ինչ պիտի, ընդդիմությունը պիտի sense բաներով զբաղվի նաև։ Ինչ պիտի անի։ Հիմա պարոն Վանեցյանի թիմը կարող է դրանով զբաղվել։ Կոնկրետ, հա? Լրիվ համամիտ եմ եւ այդպեսի բազմաթիվ թեմաներ կան։ Ռուբեն Վարդանյանի թիմը, մեր ձևովը չգիտեմ ինչ ան, մեր ձևով գնացեք, որ մտածենք դուք լուրջ երեխեք եք, մեծ եք։ Գնացեք լուրջ գործով զբաղվեք։ Լուրջ կոնկրետ բան եմ ասում, չէ՞։ Կոնկրետ բացահայտումներով զբաղվեք, թե ինչ ավերածություններ կա, ինչ կա։ Ֆիլմեր արեք, քանի 100 եկեղեցի են հանձնել, ինչ են։ Եկեղեցու վրա հիմա գնում է մի մարդ, որ հանձնել է 385 եկեղեցի։ Բա հերթով ցուցադրեք շողակաթը անում էր թե ինչ հրաշք, ինչ գանձեր ենք դպրոցից եք խոսում Արցախի դպրոցականները, որոնք փոկվեցին իրենց շատ բարեկարգված գեղեցիկ դպրոցներից միջավայրից, հիմա եկել են մի կերպ նոր սկսել են երեխաները հարմարվել։ Այն ինչ դուք բերեցիք Արցախի ժողովրդի գլխին։
այնքան բաներ կան, այնքան թեմաներ կան, որոնց շուրջ կարելի է, հա, այսպիսի քայլեր անել։ Թոշակառուների թշվառ խեղճը 5.5 միլիոն թոշակառու ունենք, սովի մատնված 40-50 հազարով եւ մի հատ է մեծ է խոսում, ասում է 1800 դրամով բարձրացրել ենք։ Այնտեղ 5.5 միլիոն, 1 միլիոն, 10 միլիոն աշխատավարձ է տալիս թիմակիցներին։ Այստեղ էս խեղճ ու կրակ թոշակառուների տոնածառի զարդը միլիարդներ է ծախսում։ Թոշակառուի թշվառ դու գնացեք մի հատ 40,000 դրամով ապրեք, 20,000 տվեք բանը ու գնացեք ապրեք, տեսնեմ ոնց եք ապրելու։ Դե իրենց համար փողոց։ Դե հիմա մեր ձևով է պարապ-սարապ 8000 մարդ եք հավաքվել, արեք էս ամեն ինչը։ Գիտեք ինչ, այս ամեն ինչը, բայց ժողովրդի արդեն դիրքորոշումները, Անժելա, փոխված են։ Մնացել են այդ փոքր համայնքները, որտեղ էլի մարդիկ հասկանում են, ուղղակի այնտեղ վախի մթնոլորտն է, եւ պետք է աշխատել ժողովրդի հետ, բայց ավելի լայն, ավելի այսպես ռազմավարական, ստրատեգիական իմաստով հարկավոր է մի կողմ թողնել տարաձայնությունները եւ համար մեկ խնդիր որպես աշխատել բոլոր հնարավոր միջոցներով ազատագրել Հայաստանը այս ուրեմն իշխանություններից։ Դա պիտի լինի ընդդիմության հիմնական նպատակը, որի շուրջ իրենք համախմբվելու են։ Հետո իրենք թողանցնեն իրենց քաղաքական։ Ես վստահ եմ, որ հանրապետական կուսակցությունը մեր ձևովը ինչքան էլ տարաձայնություններով հանդերձ գնային եւ մասնակցեին, հիմա մենք հաղթանակ ունենայինք։ Մենք դա չունեցանք։ Այո, անգամ տարաձայն գնայինք եւ մասնակցեիք, չլսեիք այդ տարաձայնություն չկար բոլոր դեպքերում իրենք միացյալ ձևով չորոշեցին իրենց անելիքները։ Եթե միացյալ որոշում լիներ, իսկապես այդ 700 ձայնն ինչ է։ Ինչի հանրապետական կուսակցության համար ինչի մասին է խոսքը։ Եվ այս կարող է չուներ հանրապետական կուսակցությունը։ Պետք է դասեր քաղել, որովհետև եթե սա միայն այդ մի համայնքի մասին էր խոսքը, երբ գան արդեն համապետական ընտրությունների այդ ժամանակաշրջանը, այստեղ մեր պետության լինել եւ չլինելու հարցն է դրված լինելու, այնպես որ պետք է ճշգրիտ իրար հետ խելքի տալով միավորված ձևով ուրեմն գործողությունների այդ ամբողջ պլանը ամեն ինչ մշակել եւ այնպես անել, որ այսպիսի վրիպումներ թույլ չտանք, որպիսի ինչ որ 700 ձայնի պատճառով մենք չունենանք, ահա սրանց այդ ֆիկտիվ այդ բանը հաղթանակի այդ հիմա էլ այդպես բան են, հա, անպագոր հաղթել եւ այլն, դե իսկապես չասենք, որ չեն հաղթել, ունեն այդ առավելությունը, բայց բոլոր դեպքերում շատ հրճվելու բան չունեն եւ դա իրենք շատ լավ իմ կարծիքով խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ ունենք, արտախորհրդարանական քանի ուժեր կա, որ այսպես բավականին ակտիվ են։ Դուք պատկերացրեք, որ Նիկոլը լիներ ընդդիմադիր եւ այդ ժամանակ թշնամու ճանապարհով բերեին անասնակեր եւ թունավորված ինչ կաներ։ Դուք տեսնում եք, որ ինքը թունավոր անասնակեր է բերել եւ թունավորած, ոնց է մարսում։ Էլի ընդդիմության խայտարակ աշխատանքի բան չի սա։ Գիտեք ինչ, Անժելա, այդպես չի որ մարսում է։ Այ այդպիսի դրվագներն են, որ մարդկանց մեջ արդեն սրանց դեմքը եթե պատերազմից հետո այս ամեն ինչ հետո Նիկոլը ինչ որ միտեղ նիկոլական մարդը ունի 5 ձայն, սա արդեն իսկ խայտարակություն է։ Եթե ունի իսկապես, հա, իր դիրքորոշումն է այդպեսին, դա իսկապես խայտարակություն է, այստեղ աշխատել է վաղաշապացին է, լավ եք լսում։ Բայց եթե մենք հանենք վախի մթնոլորտը, տերորի մթնոլորտը, կմնա այնքան մարդ, ինչքան որ հավաքված էր իրենց վերջին ուրեմն հզոր հանրահավաքի ժամանակ։ Այդ վախը շատ ավելի մեծ է, ասեմ, վախը, եթե այդ գիտակցումն ունեն, կարողացել են հասցնել իրենց, որ թշնամին գալու եւ տանը մորթի իրենց եւ ներողություն էս բառի համար, որտեւ այդ նույն թշնամին 3 տարի առաջ արել է Արցախում եւ գլխատումներ եւ ամեն ինչ, ամեն դաժան բան արել է։ Այդ վախից ավելի սարսափելի է։ Թե մենք միջեմա տեղ չենք հասցրել, որ այն ինչ որ տեղի ունեցավ ջերմուկի բարձունքում այդ 5 կանանց ուղակի մասնատեցին, դա չի լինելու մեզ հետ, չեն անելու։ Մենք վատ ենք ներկայացնում։ Թշնամու կերպարը իրենք ներկայացնում են որպես բարեկամի կերպար, ինչը ուղղակի անհետեթության ժանրից է եւ սրիկայություն է, հա, իր խորքով։ Բայց մենք վատ ենք ներկայացրել, գիտեք ինչ, այն վտանգը սպառնալիքը, որ իսկապես բխում է թշնամուց, եւ աշխատում են հոգեբանական նույնաչափությունները, այն ինչ ես ասեցի, հոգեբանական նույնացում ագրեսորի հետ, եթե ագրեսորի, այս թշնամական ուժերի հետ լավ լինենք, երևի կփրկվենք, ինչը ուրեմն շատ լուրջ մոլորություն է, մեծ սխալ է եւ առաջին զոհը դառնում են այն մարդիկ, ովքեր այդպիսի հույսեր ունեն։ Թշնամու կերպարը միշտ պետք է վար պահել։
միշտ վառ պահել թշնամու կերպարը, որպեսզի այդ սպառնալիքի ազդեցությունը, այդ վախերը, երբ մենք բալանսի ենք բերում, որպեսզի իրական սպառնալիքը մարդիկ ավելի Իդեպ այդ իմաստով բացառիկ աշխատանք տարավ եւ փայլուն էր աշխատում եւ շատ ճիշտ էր ներկայացնում Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ, որ այդ վտանգը իրական հասցրեց գյումրեցիներին, որ ռուսական բազան դուրս է գալու են մեզ այստեղ մորտեն, սպանեն, ցեղասպանություն լինելու եւ ես Գյումրիում եմ ամեն երրորդը դա էր ասում, ես հասկացա որ տեղ է հասել, բայց տեսեք, օրինակ մեր շատ սիրելի Խաչիկ Մանուկյանը իր քարոզ արշավի ընթացքում օրինակ ոչինչ չէր ասում, ինքը որտեվ շատ բարձր մարդ է, երևի ժամանակին ինչ որ հարաբերություն է ունեցել Մեխակ, ինչ է, Արգիշտի Մեխակյանի հետ, այս մարդը դահիճի ձեռք բռնած, դավաճանի ձեռք բռնած սրիկա տականք է։ Մարդը երկիրը Արցախը Ադրբեջան համարող մարդուն Մարդու ձեռք է բռնել, համագործակցում է եւ եկեք չասենք, որտեվ ինքը բանը իր հայրն էլ Արցախյան պատերազմ անցել է, զոհվել է, ինչպես կարող ունեցող դե այդպիսի բաներ լինում է, կարող է դրանից այդպես ծվել եւ դեռ հայտնի չէր, որ իր հայրը ապրեր, գուցե օրինակ ով կմտածեր, որ Սասուն Միքայելյանը, եթե Սասուն Միքայելյանը շուտ մահանար, պիտի ասենք հերոսա, չէ, բայց պարզեց այս Սասուն Միքայելյանը կանգնեց ասեց, որ հեղափոխությունը ավելին է, քան Արցախի թուրքական հեղափոխությունը փաստորեն ավելին էր, քան Արցախի ազատագրումը։ Հիմա մենք չգիտենք Արգիշտի հայրի ինչ կաներ, բայց մենք դատում ենք նրանով, որ մահացել է, դատում ենք նրանով, որ այս մարդը հերոսական ճանապարհ է անցել։ Հա։ Հիմա այս մարդու որդին այդպիսին է, տեսեք, անգամ այդպիսի բարձր գիտակցություն ունեցող Խաչիկ Մանուկյանը չհասկացա, որ ինքը գործ ունի թշնամու հետ։ Այս մարդը թշնամի է, կոնկրետ։ Այս մարդը ում ձեռքը որ բռնել է, ինքը ասել է քո որդին հանուն ոչնչի է մահացել, Խաչիկ Մանուկյանը։ Այս մարդուկինն ասել է հանուն ոչնչի է գնացել։ Այս մարդուկինն ասել է այն հայրը, ընդ որում Խաչիկ Մանուկյանի որդին, ինքը իրական հերոս է, որտեվ նա ոչ թե արդեն գիտակցաբար է գնացել։ 30-ի մոտ տղա ինքը գիտակցաբար է գնացել դրան եւ միջև վերջին պահն է մնացել Շուշիում է եղել գիտակցաբար է գնացել եւ իրան ասում է այդ Արցախը թշնամուն է եւ այդ սրիկան ինչ անում Արգիշտի Մեխակյանը ձեռքա սեղմում դրան եւ գնում այդ թիմի համար ու դուռ ու դարպասը բացում ասում է թշնամի արի թշնամի գիտեք այդպիսի մարդիկ հենց օգտագործվում են նույնը Վազգեն Սարգսյանը դες ուզում եմ ասել այդ բարոյական բանը որ կա Խաչիկ Մանուկյանների նման մարդկանց մեջ դուք եք սխալ Խաչիկ Մանուկյան ջան դուք սխալ եք սխալ ուղղությամբ եք գնում այդ թիմը որ թույլ չէր տալի անգամ են սրտի բխած բանը Խաչիկ Մանուկյանն ասի է դեկորատիվ սուտի թիմ ստից մասնագետներ չգիտեմ ինչ է դուք ասում եք մենք դեռ ժողովրդին չենք հասցրել թե ում այդ գործ ունի բարձր գիտակցություն ունեցող մարդիկ էլ բարոյական բան իրաց թույլ չի տալիս չեն անում այո բայց բոլոր դեպքերում սպառնալիքը վախի զգացումը շատ ուժեղ բան է հիմա տեսեք սրանք օգտագործում են հա տերորի մթնոլորտ է ամբողջ Հայաստանում հիմա էլ ընկել են լրագրողների փաստաբանների ետևից նրանք ովքեր ազնվոր են աշխատում են ուրեմն իրականությունն են ներկայացնում պաշտպանում են հա ուրեմն նորմալ ուժերին Եվ այստեղ մենք անպայման պիտի արձանագրենք այդ դրական տեղաշարժը ես ուզում եմ դա անպայման մենք արձանագրենք բայց բոլոր դեպքերում չի կարելի վախենալ նույնիսկ Աստվածաշունչն է չի ասում մի վախեցիր այլ հավատա եւ ակտիվությունը որը բավականին բարձր էր կար տարբերություն, հա, զգալի տարբերություն անցյալ ընտրությունների հետ, սա ցույց է տալիս, որ մարդիկ բոլոր դեպքերում իրենց արդեն ինչ-որ չափով գործոն են զգում եւ գնում են իրենց ձայնը, իրենց տեսակետը համենայն դեպս փոխանցելու եւ այս տարբերությունները մենք պիտի նկատենք։ Մենք չպիտի ուռճացնենք այս ամեն ինչը, բայց բոլոր դեպքերում մենք ունենք տեղաշարժ, զոհի հոգեվիճակից դուրս գալու որոշակի տեղաշարժ ունենք, ափսոս դեռ դանդաղ է։ Եվ այստեղ ընդդիմադիր ուժերը ունեն անելիք։ Եվ վերջին հարցը Աննա Հակոբյանը գնաց Չինաստան, բայց ոնց որ այնքան էլ այնտեղ չի հեռավար է սովորում ինչ վերադարձավ, ոմանք վերլուծելով սա ասում էին, որ իրենք քանի որ արժևում շատ վտանգավոր բան կա, դե իրենք հասկանում են, ասենք Սյունիքն են տալիս, Մեղրին են տալիս, այս Միջանցք Հայաստանի տարածքներն են տալիս եւ հնարավոր էր ինչ որ ընդվզում լիներ Դե չեղավ մեր ժողովրդը թմբիրի մեջ է, չգիտեմ ինչ է կատարում չկա եւ հիմա եկել է որոշակի ակտիվություն եւ սկսեց սոցցանցերում ակտիվանալ անգամ կարեկցանք զորակցություն հայտնեց բանտված իր ամուսնու կողմից այսպես խոշտանգվող մարդկանց կանանց իրենք խոշտանգում են, հա, իրենք մարդկանց այսի վիճակի մեջ են դնում
հետո զորակցություն, սա ցինիզմի գագաթնակետն է ուղղակի։ Ցինիզմի գագաթնակետը։ Դրանք բոլորը զենքեր են, հոգեբանական զենքեր են։ Առհասարակ դեգեներատիվ իշխանությունը դա ուրեմն հիբրիդային պատերազմի դեգեներատիվ, այո, դեգեներատիվ իշխանությունը դա հիբրիդային պատերազմի հայտնի զենք է։ Այնպես որ այստեղ մենք ունենք հատուկ զինատեսակ եւ այս տիկինը այդ զինատեսակներից մեկն է։ Տեսեք, իր մոտ ձախողեց հատկապես աղոթքի նախաճաշը, դա հայտարարություն էր, հակառակ բանը տեղի ունեցավ։ Յանք դուրս եկան եւ հայտարարեցին, մոտիկից տեսան, հասկացան, եւ հայտարարեցին, որ պիտի ազատություն, որ սրբազաններին, սրբազանները քաղբանտարկյալներ են եւ այլն եւ այլն։ Բայց այդ ամենով հանդերձ ինքը հայտարարեց, որ գնալու է հայ առաքելական եկեղեցու վրա։ Կլինի այդ միավորումը, այս ուժերը կգնա արդյոք դրան, ինքը մի քանի անգամ հայտարարել կգնա, թե այս ձայները իրեն հետ կպահեն։ Ուրեմն, չէ, գիտեք ինչ, ինքը ունի կոնկրետ հանձնարարություն։ Եկեղեցին մեր ինքնության հենասյուներից մեկն է, կարևորագույն հենասյուներից մեկը։ Իրեն տրված է հանձնարարություն, իր արժև պահանջ է դրված։ Ինքը ուղակի կարող է տարբեր խորամանկ ձևերով, հա, տեսեք, պատարակի գնալ, չգիտեմ ինչ անել, եւ չի բացառվում նաեւ ուղիղ հա ճակատարճակատ արձակում է եկեղեցու վրա։ Ինքը չի հրաժարվելու եկեղեցու դեմ պայքարից։ Գուցե ինչ որ մի պահի հետաձգի, գուցե ինչ որ մեթոդները փոխի, բայց դա այն հիմնական հարցերից մեկն է, որը ըստ էության դրված է իրենց առաջ։ Սա ուրեմն ըստ էության ինքը Ալաշուկյուրի, հա, այդպես է չի անունը, այդ հանձնարարականն է կատարում, այսինքն թուրքական այդ միացյալ թուրք-ադրբեջանական ուժերի կարևորագույն թիրախներից մեկն է մեր ինքնության ոչնչացումը եւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցին։ Եվ մենք չմոռանանք, որ գիտեք սրանց մոտ ամեն ինչ նաեւ շահի վրա է հիմնված։ Եկեղեցին տեղով գանձ է, հա, եկեղեցու գանձերը։ Դուք պատկերացնում եք իրենք ինչերի կտիրապետեն, եթե եկեղեցին իրենց ձեռքը վերցնեն։ Իսկ ինչու ենք զարմանում։ Չէ՞ որ այդ իրենք բանա Արցախն էր գանձ, Հայաստանի Հանրապետություն, մեր պետությունները գանձ են, եւ սրանցից ամեն ինչ սпасելի է, որովհետեւ իրենք չունեն բարոյական չափանիշներ։ Իրենք չեն դատարեցնելու եկեղեցին։ Իսկ իրենք չունեն են գիտակցումը, որ պիտի Հայաստան լինի, որ այդ գանձերը լինեն։ Գիտեք ինչ, ասեմ ձեզ, իրենք իրենց գործը կանեն, հետո իրենք հավանաբար հույս ունեն, որ չլինի Հայաստանը, էլի ինչ որ բուջուր, ինչ որ իշխաննիկություններ թուրքը կտա իրենց, եւ իրենք կվայելեն, հա, այս իրենց վայելքները կշարունակեն։ Թուրքը երբեք չի տվել, պետք է տգետ չլինել։ Թուրքը երբեք թույլ չի տվել։ Թուրքը որտեղով հայկական տարածքով անցել, ցեղասպանել եւ բնաջնջել է։ Առհասարակ դավաճանների նկատմամբ Թուրքի վերաբերմունքը հայտնի վերաբերմունք է։ Անկամ կուլակաթափ է արել։ Առաջինը կոչնչացնել։ Բայց իրենք այդպիսի հույսեր ունեն, իրենք այդ հույսերով են ապրում։ Այս ամեն ինչ որ անում են, իրենք այդ հույսերով են ապրում։ Բայց կա պատմություն։ Այսքան ծառայեցին, հա, այդ թուրքին։ Թուրքը բոլոր դեպքերում իրենց լավ կնայի, հա, բայց իրենք չարաչար սխալվում են, որովհետև Թուրքի էությունը, բնավորությունը այդպիսին է։ Եվ իսկապես շատ դրական բան է, հա, դավաճաններին տանել չեն կարողանում, որովհետև շատ լավ հասկանում են, որ դավաճանը մարդու տեսակ է, կերպար է։ Բայց նաև իրենք քոչվոր են եւ իրենք միշտ կայացել են, հաստատվել են ուրիշի հաշվին եւ ուրիշի տարածքների հաշվին։ Այո, ուրիշի մշակույթը հատկապես հունահույների եւ հայերի հաշվին եւ մեր տարածքի եւ իմ այս փոքր մի բան է մնացել, որ իրենք կարողանան այդ հարցը լուծել։ Լինես, աղքատ լինես, այսօրվա իշխանությունների մեջ լինես, կողմնակից լինես, թե հակառակ ճամբարում լինես, Թուրքի համար միևնույն է, սա կոչվում է համահարտեցման մեխանիզմ։ Թշնամու համար մենք բոլորս, նույնիսկ այս նիկոլական այս ամբողջ շերտով, քպեական շերտով, իրենց համար մենք բոլորս նույնն ենք, իրենք մեզ ընկալում են որպես հայեր։ Այո, մի մասը ուրեմն իրենց ծառայող հայեր, մի մասը, չգիտեմ, չընդվզող, մյուս մասը ընդվզող հայեր, համահարտեցում է, բոլորը նույնն են, բոլորին սպասվում է նույն ճակատագիրը, այնպես որ նույնիսկ մեծահարուստներ եւ այլն հանկարծ հույս չունենան, հա, որ իրենք ինչ որ, չգիտեմ, ավելի լավ վիճակում են լինելու Թուրքի հետ հարաբերություններում։
Թուրքի նպատակը ամեն մի հայկականը ոչնչացնելն է եւ իրենց վերջնական ուրեմն այդ ծրագրային նպատակներին հասնելը։ Այնպես որ եկեք մենք մեր փոքրիկ տարաձայնությունները մոռանանք, հատկապես խոսքը ուրեմն առաջին շարքերում գտնվողների մասին է։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պատրաստ է ընդվզելու, պարզապես առաջին շարքերը պետք է ճիշտ աշխատեն, ճիշտ կազմակերպեն։ Ես չգիտեմ, տարաձայնություններն էլ անգամ չեն խանգարում իրենց, խանգարում է այն, որ քիչ են աշխատում եւ վատ են աշխատում եւ ճիշտ չեն աշխատում։ Նաեւ ամբիցիաները։ Ճիշտ, չէ, եթե ամեն մեկը ես հիմա խոսեցի քանի բացահայտումներ կարող են անել սոցիալական ուղղություններով թոշակառուների, բացահայտումներ չարաշահումների, խայտարակ կոռուպցիայի, խայտարակ թալանի, ասում է, ուզում եմ այսքան ժամանակով անեկդոտի պես բանը ԿՊԱ-ական դառնալ, ինչի, ասում որ մի երկու դղյակ ունենամ, թանկ մեքենա ունենամ, այս կամ հողակտոր ունենամ, չգիտեմ ինչ ունենամ։ Այս ամեն ինչ եթե այս ուղղություններով բացահայտվեն, այս աշխատանքը տարվի, այդ միավորումը մի օրվա մեջ կարող է լինել։ Չասենք, որ իրենք իսկապես շատ լուրջ աշխատանք տարվել է եւ տարվում է, նաեւ այսպես շատ նվիրված աշխատանք է արվել է ամբողջ ընթացքում հասկացած այդ պայքարի տարբեր այդ փուլերից, բայց բոլոր դեպքերում միշտ հարկավոր է մի հատ նայել, վերանայել, շտկումներ մտցնել, տեսնել սխալները, տեսնել որն է ճիշտ, որն է սխալ եւ գնալ առաջ։ Էջմիածնի այս ընտրությունները հնարավորություն կամ չստեղծեցին, որ պարոն Հովհաննիսյան, մեզ խանգարում եք։ Հնարավորություն չտվեցի, որ թուրքերը շատ ավելի շտապեն եւ արագ ավելի գործեն։ Թուրքերը գիտեն, որ իրենց համար շատ նպաստավոր է արագ գործելը եւ այս դրական պահերը, որ մենք այսօր ֆիքսեցինք, իրենք էլ են ֆիքսում եւ իրենք հասկանում են, որ ժամանակը քիչ է, որովհետեւ ինչ որ մի պահ կգա համաժողովրդական ընդվզումը անխուսափելի կդառնա։ Բայց թուրքերը հասկացան, որ 40 քանի տոկոս թուրքը աջակից ունի, վաղարշապատցիներ, էջմիածինցիներ, ձեր մեջ դուք աջակից եք Թուրքի, ձեր արյան կանչ, նրանք ովքեր որ գնացին թուրքերի հետևից, նաև դա հասկացավ, բայց բոլոր դեպքերում թուրքը հասկացավ, որ այստեղ, գիտեք, իրենք տեսնում են, ամեն ինչը հասկանում են, որ այս վախի մթնոլորտը, տերորը եւ այլն իրենց գործն անում են, հա, եւ իրենք նորից շեշտը դնում են դրա վրա։ Վկա ընտրություններից հետո այս ձերբակալությունները։ Դուք ասում եք աշխատանք, մի բան էլ ուղղակի իմ այսպես հիշեցի, Ռուսաստանը պահել է մեր անվտանգությունը։ Ռուսաստանի շնորհիվ մենք կարողացել ենք որպես մեծ միավոր ձևավորվել, զարգանալ, բարգավաճել 3.7 միլիոնի հասնող բնակչություն է այստեղ եղել։ Ռուսաստանի շնորհիվ մենք ակադեմիաներ, համալսարաններ եւ այլն ազգային գրականություն, ազգային մշակույթ, օպերա եւ այլն, այս ամեն ինչը բան ձևավորվել է։ Ռուսաստանի շնորհիվ նաեւ մենք կարողացել ենք, որ շատերը անհարմար են զգում ասել, ազատագրել նաեւ իրենց օգնությամբ, ազատագրել Արցախը։ Մենք կարողացել ենք 30 տարի այսպես անվտանգ եւ մեր անվտանգության երաշխավորն են եղել։ Ռուսաստանի շնորհիվ կարողացանք այդ կտորը պահել, բայց նա մեր դավաճանը գնաց ասեց Արցախը Ադրբեջան է։ Ռուսաստանի ղեկավարի շնորհիվ կարողացել են դուրս գալ 120,000 այնտեղից կարողացել է անվտանգ դուրս գալ։ Ռուսաստանի նախագահի շնորհիվ միջև հիմա այդ երկու ինքը ասել է իմ անձնական վերահսկողության տակ է դա դիվանքը եւ Գանձասարը, չէ՞, ասում որ դա իմ անձնական, բայց տեսեք իրենք այնպիսի քարոզ են տանում եւ ինչքան վատ է աշխատում անդիմությունը եւ մենք, որ ավելի լավ է գնալ քո դահճի քեզ մորթողի ցեղասպանի թուրքի գիրկը եւ ձայն տալ Արգիշտի Մեխակյանին եւ ոչ թե գնալ եւ ռուսին դարձնել քո թշնամի։ Դու տեսեք ոնց են աշխատում իրենք։ Դա հատուկ մի ուղղություն է, քարոզչական, որը շատ կարևոր է մեր թշնամիների համար եւ ցավոք սրտի դեռ այդ խայծը շատերը կուլեն տալիս։ Եվ հասցրել են, որովհետեւ երբեմն մենք ունենք այդպիսի ուժեր, հա, որոնք հայրենասիրության քողի տակ են հանդես գալիս, հա, այսպես հայրենիք, արևմտյան Հայաստան։ Բայց իրականում խփում են մեր անվտանգության երաշար երկրի։ Հիմնական նպատակը Ռուսաստանին հարված հասցնելն է։ Այսինքն անվտանգությունը պահող։ Այո, սա ծուղակ է։ Եթե հայրենասիրության քողի տակ ես հանդես գալիս, սա սրտամոտ է մարդկանց, թվում է թե ազնիվ ուժեր։ Այսինքն արևմուտքի դու տեսնում ես, որ այո, տեսեք ինչ տարբեր գործիքներ են օգտագործվում։ Հեշտ չէ գործիքների ես ազդեցության տակ
ճիշտ կողմնորոշումներ ունենալ։ Աշխատող մարդու համար ամեն ինչ հեշտ է, պետք է ուղղակի գիշեր ու ցերեկ ընդդիմադիր ուժերը աշխատեն։ Քարոզչությունը շատ հզոր գործիք է, սրանք ամեն ինչի հասան իրենց քարոզչությանը շնորհիվ։ Եվ չբարթույթավորել, մտածել չի կարելի ասել, որ Ռուսաստանն արել, չի կարելի, ես շատ ազատ ասում եմ։ Ինչի մասին է խոսքը։ Այո, այդ երկու երկրների շահերը համապատասխանում են եւ ունենք շատ հրաշալի ճանապարհ միասին անցած։ Եվ հիմա որ ռուսական բազան հանում եք, դուք պատկերացնում եք, թե ինչ է լինելու 40 րոպե հետո։ Եվ մի պարզ ճշմարտություն կա։ Հայաստանի մի հատվածը անցնում է ձեր սիրելի Թուրքիայի տակ, որտեղ իմ պապերն են եղել։ Մի հատվածը անցնում է Ռուսաստան Սովետական Միություն։ Ամբողջությամբ իմ նախնիները զրկվում են հայերեն ամեն ինչից, հայկական ամեն ինչից եւ միջոցներից, հնարավորություններից, արդեն հայերեն խոսքը թույլ չեն տվել։ Բարեբախտաբար որոշում են, մի մասն է ցեղասպանվում են։ Բարեբախտաբար որոշում են կայացնում, ստիպում են իրենց, որովհետև մեծ պապս ասում էր ամեն ինչ անում ենք, վերջում գալիս էին ամբողջը տանում էին քրդի ձեռքով կամ թուրքի ձեռքով։ Գիտեք որ թվականների մասին եմ խոսում, արդեն 30-ականների, 37-ի եւ ամբողջ այդ բանը քրդացում, չկա հայկական դպրոց, եկեղեցի ամեն ինչ փակում են։ Եվ ինչ ենք մենք ստեղ գալիս են այստեղ բարեբախտաբար, գալիս են այստեղ եւ մենք բարգավաճում մի մեծ գերդաստան։ Հիմա ինչ է եղել այն կտորը, որտեղ որ ձեր սիրելի Թուրքիայի տակ է մնացել, ձեր սիրելի արևմուտքի, այ չգիտեմ ինչի ինչ էր, գոյություն չունի հայկական, վերջ, ամայացում, ցեղասպանություն, հայկական, ինչ է տեղի ունեցել այս հատվածը, որ Ռուսաստան Սովետական Միություն, բարգավաճում, ծաղկում 3.700.000 հայություն, պարզ բան եմ ասում, որ դուք որ ասում եք քարոզ, ավելի պարզ բան, ես ասում եմ ամենապարզ պրիմիտիվ ձևով, չէ՞։ Մի գաղտնիք ասեմ քարոզչության, ամենատպավորիչ, ամենաարդյունավետ քարոզչությունը դեպի գիտակցությունը, դեպի տրամաբանությունը ուղղված քարոզչությունը չէ։ Ամենաազդեցիկ քարոզչությունը դեպի սիրտը, դեպի զգացմունքներն ուղղված քարոզչությունն է, այնպես որ այդ երկուսի համադրությունը ճշգրիտ քարոզչություն վարելու ուրեմն օրենքներ գոյություն ունեն։ Երբեմն ասում են պարզ ձևով չեք, ավելի պարզ ոնց կարելի է բացատրել։ Պրիմիտիվ պարզ բան է, չէ՞, սիրելի հայրենակիցներ։ Տեսեք, վախի զգացողությունն ինչի անում, էմոցիա է։ Բա վախը չի, այդ արևմտյան Հայաստանը փրկել են, մերոնց բոլորին կոտորել են, երկու հոգի հազիվ փրկվել են։ Վրա շեշտը դնել, էմոցիաների վրա, թե չէ եթե մենք ինչ-որ այսպես բարձրագույն հայրենիք, Արցախ եւ այլն, դա չի հասնում մարդկանց։ Ինչ-որ մարդկանց մի շեշտ կա, դա այսպես համիականից մտնում է մյուսից դուրս է գալիս։ Պետք է իրենց ռեալ ներկայացնել սպառնալիքները եւ այո ես կողմ եմ, նաեւ մենք փաստերով պիտի խոսենք, հա, ով ինչ դեր է ունեցել մեր ժողովրդի կյանքում, մեր պետականության հետ կապված։ Պետք է շատ ասելիք կա, շատ անելիք կա եւ հատկապես գյուղական վայրերում։ Շնորհակալություն։